Բարի կեսօր, սիրելի հետևորդներ ջան, ինձ հարազատ մարդիկ եք դարձել արդեն, անպայման բարևում եմ, ձեր ոնց են ասում, քեֆ հալը հարցնում, ոնց եք, ինչ եք անում, և գործից աշխատանքից նոր եկա, մի երկու բան եմ գնել, սա լավաշն է, այսա կբացեմ մոտիկից ցույց կտամ, կտեսնեք, ուրեմն այստեղ էլի գնել եմ կոտեմե և բողկե փոքր առել է և մանդարին Լիլիթի սիրած միրգը ասեմ, որ Լիլիթը շատ է սիրում մրգեր 3 կիլոգրամը 1000 դրամ էր Այդ 3 կիլոգրամը? Հա, 3 կիլոգրամը 1000 դրամ 6 կիլոգրամ արնել 1000 դրամ Այդ չաղ մանդարինն եմ վերցնում Հա, լավ մանդարիններ են Մի հատիկերը պրոստատուիստը Չէ, մի տուր բանին, Լիլիթ Okay, դե ես մի հատիկ մանդարին ուտեմ Լվաննոր Ձորից եմ միշտ վերցնում Շատ լավ բանջարեղենի խանութ կա իհարկե այսօր էլ ապրանքի օր չէր 3 էր Վաղն է ապրանքի օր Տեսնեմ հաջողացնեմ իշնեմ Լավ մանդարիններ են 3 կիլոգրամը 1000 դրամ Տարբեր չափերի կան Վատը չեն Մեքենայով էի դրա համար էլ տենց վերցրեցի արքային Կոտեմ եմ առել լովնո 100 դրամ և այստեղ էլի ամսեկան բողկը բոլուկի ենք չէ ասում բոլուկին 100 դրամ սա հեսա կլվանամ թող տոպրակի մեջ մնա և մի հատ ձեռքերս լվանամ նոր լավաշին ձեռք տամ ձեռքերս լվացի ու եկա նայեք ինչ լավաշ են թխում ես սիրում եմ սենց կարմիր լավաշներ փուչիկ համով շատ են որ գիտես թոնրա լավաշա թոների լավաշի անում ես այսպես սիրում եմ որ ու այսպես կարմիրներն եմ սիրում ու սիրում եմ որ շատ չթրջեն մի քիչ սենց չորոտ լինի շոտ համով լավաշա այն որ հավատում եք հիմա բույրը տարածվեց ամբողջ խոհանոցով մեկ համեղություն պատկերացրեք որ երեխաները լավաշ չեն սիրում շատը տենց մերին էլ է հավանել Լիլիթն էլ Աշը չի ուտում մենակ ու փակում եմ որ ինքը փափուկ մնա և անցնեմ մի հատ ինչ անեմ այստեղ թեյնիկը ջուր լցնեմ մեկ բաժակ պելե կոֆե խմեմ մի բաժակ այդ պելե կոֆեից խմեմ ու անցնեմ իմ գործերին դե երեկվա ճաշից կա կուտենք երեկոյան ինչ որ մի հետաքրքիր բան կսարքեմ բայց հիմա ուզում եմ որ մի հատ համեղություն սարքեմ դա էլ գաղտնիք է և հիմա կոֆեն խմեմ ու ինչ եմ սարքելու մի հատ համեղ հավեսին բան չեմ ասի հիմա չեմ ասում կսարքեմ կտեսնեք բայց առաջնահերթ կոֆեն դնեմ որովհետև ես մենակ կոֆե հաճույքով տանն եմ խմում մեկ էլ հողամասում ուրիշ ոչ մի տեղ այս Լիլիթը կեթա կգա այս մանդարինները կվերցնի կուտի այն որ աչքի դեմից էլ պահել չի լինում հա մենակ բան կանեմ կարգել եմ քիչ թող ուտի ճաշ ուտի Հեսա Աշն էլ աշխատանքից կգա 4-ին կվերջացնի կգա լավա մինչև ես տեսնեմ ինչ եմ անում տները մի քիչ մաքրեմ գործեր մորձերով Աշս կգա հա մեկ էլ պետք է ինքան տաք մի հատ կարելի է էլի դուրս գալ պատշկամբ այդ մի հատ կարալյոկի չրերը նայեմ
Սա թող սառի, ես սա սառնել եմ խմում, գնանք ստուգենք չրերը։ Ահա Աշոտի սենյակից էլ է երևում, այն անմիջապես այստեղից բացենք ու անցնենք, ահա տեսեք հենց ինչքան լավ ով է դեղին լավ չորացել են, ենքան լավն է, իր այդ գույնը ամբողջությամբ պահպանվել է, փափուկ, սիրուն, շատ լավ է, ինձ ասում եք նազ ոնց է սարել, որ սենց դեղին կարալյոկի գույնը պահպանվել է, շատ սովորական, այն որ նցրել եմ տաք ջուրը, հանել եմ ու կարելի ասել սրանք էլ վերցնենք, արդեն դնենք սառը տեղ, թող սպիտակի, չորացել է, ոյ, լավը, չսեղմեցի, հա, մեղու կար վրան, մեղուն էլ կծեր ու վերջ, այն որ ուզում եմ հիմա մեկը տանեմ ու տենց կիսենք, ես էլ տանեմ, ահա, սա տանում ենք փորձելու և փակեցինք, շատ լավն է, չէ, ահա, մի հատ նայեք, սիրուն գույնը, գազարագույն, իր գույնը պահպանել է, սա էլ այսպես, այստեղ ես ծաղիկը լավ աճել է, տեսեք, լավ է շատ, սա շատ դժվար է կպնում, ահա, այս էլ փափուկ է, ինձ թվում է սենց շատ լավ կլինի չիրը, որ վերցնեմ, ինչ լավն է, մի հատ մեջը, նայեք, ոնց են ասում, նայեք, աղջիկներ ջան, սա էլ իմ կարալյոկի չիրը, անմահական իհարկե, մի հատ ուտեմ, փորձենք, շատ համով չիր է եղել, չմտածեք իմ պատրաստածնա, տենց գովում եմ, իրոք լավն է, մեջն է դեղին, ընտիրը, հազար գործ, խմեմ նոր փոխվեմ, ինչ ես ստացել այսօր, մորալ ես, Ոչ մի բան, դաշ չեն, չէ, գրականությունը սովորել եմ, հա, այն որ ածականը պատմեցիր, չէ, ոչ մեկին չհարցրեց, վաղն է բան անելու, հա, լավ ես, այնի սովորել է, մի հատ են մյուս դասնել էր տվել հետը սովորել եմ, գրականությունը ես պատմեցի, հերթը հասավ կանաչիներին, այսինքն սրանց մաքրելն էլ որն է, հեշտ հասարակ, որ տեսնում եք, ռեզինից հանում ենք, ընդամենը 5 հատ կոտ եմ, բայց հաստ, լավ, ես զոխերի մասը սենց բաժանենք, կտրենք, թող ցողունները առանձնանան, այսպես, համել, որ ուտելուց վերցնելուց հեշտ լինի, սա այսպես, ընտիր, սա կլցնեմ այս տոպրակի մեջ և բողք մաքրելն էլ հեշտ, ինչը լավն է, նայեք, այստեղ,
Դենց շատ հարթ է, խորթ ու բորդ չի, մի հատ հողի կտոր չկա մեջը, արանքներ չկա էլի, որ հողը լցվի։ Ահա, ասել սենց, ջուր լցնեմ վրան, մի 2 րոպե մնա լվանը, մա ինչ եմ պատրաստում, նայելով այստեղ դրված պարագաները, կասեք երևի պիցա ես պատրաստում, նաշջի, ոչ, բայց պիցայի նույն խմորն է, ուղղակի մի քիչ տենց թույլ տարբերակը, համարյա նույնը, հա, ես նաև էլի վլոգ ունեմ, որ այս խմորով ինչ եմ պատրաստել, կարկանդակներ, մեր լեզվով ասած պերաշկի, մենք առօրյայում հաճախ օգտագործում ենք պերաշկի, ոչ թե կարկանդակներ, ու հիմա պատրաստում եմ, ասեմ, որ իմ բաղադրատոմսով շատ համեղ է լինում, շատ սիրուն է լինում, փափուկ, խրխրթան, կարմիր, պատրաստեմ կտեսնեք, ու անցած տարի էլ երբ որ պատրաստել եմ, շատերդ իմ բաղադրատոմսով պատրաստեցիք ու ասացիք, որ շատ լավ է եղել, շնորհակալություն հայտնեցիք, ես էլ անչափ ուրախացա, որովհետև ինչ որ միտեղ կարողանում եմ օգտակար լինել ձեզ եւ դուք էլ տեսնում եք, սովորում եք, ես էլի կրկնում եմ, որ այս մարդ ինչքան մեծանում է, ամեն վարկյան, ամեն պահի կարող է ինչ-որ մի բան սովորել, կապ չունի, կարող ենք սովորել մեծահասակներից, ինչու՞ չէ նաև փոքրերից։ Այնպես որ բան իմանալը, նոր բաներ իմանալը վատ չէ, ցանկացած տարիքում էլ սովորեք ու հիմա խմորը պատրաստեմ։ 1 բաժակ գոլ ջուր, կարելի ասել գոլից մի քիչ տաք։ Խմորիչ, ամանի մեջ էլ լցրած ունեմ, բայց այս վերջերս եմ գնե, նա կարող է ժամկետը անցած էլ լինի, թեթև տենց դեսերտ գտալ խմորիչ, հատուկ բաղադրատոմս չկա սիրելի հետևորդներ, ինչ տեսնում եք, ոնց կա, այնպես էլ պարզ ասում եմ, թեթև դեսերտ գտալով միջին չափի գտալ է, շաքարավազ, սա մի հատ այսպես խառնենք, որ շաքարավազն ու խմորիչը իրար հետ լուծվեն, և հիմա ես աղ եմ լցնում, աղը 1 թեյի գտալ, գլխուն 1 թեյի գտալ, և տեսեք բուսայուղ 1, 2, 3 գտալ, ու այս ամենը լավ խառնում եմ, բուսայուղը ինչու 3 գթա լցրեցի, որովհետև ինքը խմորը փափուկ է պահում ձեթով աշխատելու դեպքում, այլ ոչ թե ալյուրով աշխատելու դեպքում շատ հեշտ ու հարմար է լինում, և ալյուր, այս խմորով կարող եք նաև պիցա պատրաստել։ Մի հատ լավ հարում ենք, որ ալյուրի գնդերը վերանա ու մերվի կոկիկ համել ակտիվանում է խմորը, ինքը Ցեք ոնց հարվեց,
հարթվեց։ Այս խմորով կարող եք նաև պուրի հաց սարքել, ջեռոցում թխել։ Ահա տեսեք ինչ խմոր եղավ, ինքը ոչ շատ ջրիկ, ոչ էլ շատ պինդ, այսպես որ գթալով էլ հավաքվում ու կլորանում է, շատ ընտիր խմոր, թողնում ենք լավ հասունանում, մի կես ժամից հասունացած կլինի, ալյուրը վերցնում եմ, ինձ այլևս ալյուր հարկավոր չէ, խմորիչն էլ միայն բուսայողն եմ թողնում, ընթացքում ես մի հատ կանաչին լավ լվանամ ու հանեմ այստեղից, կարտոֆիլը լվանամ, որ կարկանդակի միջուկը պատրաստեմ։ Ասեմ, որ մսով էլ կարող եմ պատրաստել, բայց դե ես գտնում եմ, որ կարկանդակին հարմար է, սազում է, ինչի՞ չէ, նաև այդպես էլ ասենք կարտոֆիլը։ Կեղևները ինչու չեմ մաքրում, որովհետև կեղևներով երբ որ խաշում ես, ավելի համեղ է լինում։ Երբ որ կեղևները մաքրած է, մի տեսակ տես ջրի համ է գալիս, իսկ այսպես կեղևով յուրահատուկ համեղ է լինում։ Դե որ Նազո ջան, լցրեցիր հո առանց ջրի չի եկի, ջուրն է լից, դիր թող խաշվի։ Ահա դե թողեցի։ Մինչ կարտոֆիլը կեֆի, ես նախապատրաստական աշխատանքներ եմ տանում, սոխը մաքրեցի, թող մնա ջրի մեջ, որ ծոխառած սարքեմ։ Կարտոֆիլը արդեն եփվեց, արդեն անջատեմ, տեսեք ինքը ճաքել է, դա նշանակում է, որ լավ եփվել է, այլ պետք չի, որ եռա, անջատեմ ու քամեմ սառի։ Եվ այսպես տրորենք, տեսեք հիմա ինչքան է շատանալու։ Որ լավ եփված չի լինում, ինքը կոշտ է մնում, բայց չէ, տեսեք ինչ լավ եփվել է, համ էլ կիսաեփը համեղ չի լինում։ Հիմա աղ եմ ավելացնում ու խառնեմ, ես կարամ սոխառածը միացնեմ, թող նորմալ եփվի արդեն, կարտոֆիլը պատրաստ է, տապակվում է, սոխը տապակվում է։ Մի փոքր աղել այստեղ եմ լցնում, շատ քիչ։ Մացանեմ ու ավելացնում եմ կարմիր պղպեղ։
Արդեն գցնում եմ կարտոֆիլը։ Պարտադիր չի միայն պերաշկի թխելու համար սենց սարքեք կարտոֆիլ, կարող եք ուտելու համար, շատ համեղ է ստացվում, թթվով, հետո տենց աղցաններով, մանավանդ թթվով վերջն անտիր է։ Ահա, և իհարկե այստեղ ես պարտադիր ավելացնում եմ ծիտրոն, լավ սենց տրորեմ նոր և իհարկե ռեհա, այս երկու կանանչիները շատ համեղացնում են, ես այս կանանչիներն եմ օգտագործում, մարդ կա, որ համեմ է գցում, համեմով չեմ սիրում, այս կանանչիներով փորձեք կտեսնեք համը յուրահատուկ է լինում։ Ավելացավ, կարող ենք ուտենք էլ, հեսում աշխատասեր տղան եկավ աշխատանքից, աշնա եկել, ինչպես անցավ, սա էլ պերաշկու միջուկը, համեղ, ընտիր, էլ ավելի կհամեղացնի, կտրատենք, այսքան բան կա և Աշոտն էլ ձվածեղ ուզեց։ Ահա, թող յուղը հալվի, կլորիկ էիր ուզում։ Ես ծակիր մինուս 5000 դրամ։ Բա արի դու սարքի, ես ծակիմ դե դու սարքի, ոչ ընձիկ ակտավորի, ոչ էլ են։ Ես կանոս է սկիտակուսերը լավ տարածքի է սկիտակը Ինչ? Չէ, այսօր բանան չեմ բերել, այսօր ոչ, այսօր մանդարինի օր էր, ամեն օր գետը գերան չի բերում, արի, սենց, չվնասեմ, ոնց անեմ, ընտիր, ծվածեղ, աղուրա, աղել լցնենք, և իմ կարծիքով շատ լավ ստացվեց, տախտակը դիր, հենց թավայով կթաթախես, կուտ է, կատուներին ատվե, ինչի կեր է, ես կարտոֆիլից մի փոքր ուտեմ, ինչև տեսնենք ինչ ենք անում, պերաշկի ենք ուտում, ահա, հացը կերանք և ընթրեցինք և հիմա կոֆե խմելու ժամն է, երեկվա պես չթափեմ կոֆեն, նայցիր, Ինչ է։ հեռախոսները, այսօր էլ շատ մարդիկ կան, հա, չէ, շաբաթ-կիրակի են շատ լինում, լավ է աշխատանքը, աշխատելը, ինչ կարծիքի ես Աշոտ, ինտերվյու եմ վերցում, ինչ կարծիքի ես, լավ է աշխատելը, ինչի, մարդը իրա գործ ունենա, չէ,
Բա այդպես մանդարին կեր կանյապսը բերեմ Սկիվին որ թվարում նոյի այսօր հետևորդներից գրել են ասում են այդքան բան է սարքում դնում ինչա քո սուրճի սեղանը մենակ դատարկ սեղանն ու կոֆեն ինչի բան չես դնում ասում եմ որովհետև չեմ ուտում կանֆետ դնեմ չեմ ուտում հենա բամբանիեր կան ընդեղ կանֆետները չեմ ուտում չեմ սիրում կոֆեն սիրում եմ միայն դառը մենակ ինքը 1000-ից մեկ որ հետը մի տենց կտոր պոպոկ վերցնեմ պոպոկով խմեմ կոֆեն խմորեղեն է կա միգուցե էլ ուտենք վերջանա կոֆեն մենակ չթափվի երբ գարունը կբացվի չէ Աշոտ ջան հետ հանք մեր գործին հողամասը ավեսին բա երեք մասուր եմ հավաքը այս բոլիտի շենքի դիմացույցն էս լավն էր բա Աշոտ ցածր արա Այն աղջիկը առավոտից հաշ չի կերե, հա, ոչ մի բան չի ուտում, մենակ մանդարինա լավ կերե ու ոչ մի բան, հետաքրքիր երեխայա, հետաքրքիր, որտեղ էին մտնում, Դարի ու ճարի, Աշոտ որտեղ էիր մտնում, Ինձ արիս հա դուք ձեր պատվերները որ մասն այսի, դուք հա, ունը ձեր պատվեր Սիգարետս ինչ արի ծանրոցը մշակում է վրա կրեդիտ Մամ, սիգարետս տեսել ես Չէ Ես նկատում սիգարետ Վերեմ պատեկ Էներգիա սպառվել է, ինչի Խմորը մի քանի անգամ հունցել եմ, տեսեք փուչիկ հասունացել է, էլ չեմ հունցում ու ձեռքել չեմ տալիս Այսպես թողնում եմ և ձեթով պետք է աշխատեմ, ալյուրով չեմ աշխատում Ասեմ, որ այսպես եթե ձեթով ենք աշխատում, ալյուրով չենք անում Բուսայուղը չի վառվում, դառնություն չի տալիս պերաշկիներին Պետք է մի լավ առատ բուսայուղ լցնեմ Այսքան բավական է, որովհետև շատ չեմ թխելու, քիչ Վերցրել եմ ափսե, որի վրա ես պետք է այսպես անձեռոցիկներ փռեմ, որ այդ ավելորդ բուսայուղը կլանի իր մեջ Մի փոքր բուսայուղ եմ լցնում, որ ձեռքերս մտցնեմ մեջը ու աշխատեմ, համել ես Անպայման այստեղ բուսայուղ եմ անում, որ խմորը չկպնի, հեշտ լինի, նաև ձեռքս բուսայուղ, մի փոքրիկ խմոր, տեսեք, ինչ լավ խմոր է, փափուկ, մի քիչ վերցրեցի, միջուկը, ու խմորն էլ տեսեք ինչ լավ կպնում է, իրար վրա լավ գալիս է, կպնում է ու չի բացվում, անպայման բուսայուղով պետք է աշխատենք,
առաջինն է։ Շուրումուր։ Հերթով դե թխում եմ, հանում եմ, կարմրաթուշ հավեսին պերաշկիներ, տեսեք ինչ լավն է, ռագություն է պահանջում, պետք է ուշադիր լինենք, չնայած հեսա կվերջացնեմ, շատ չեմ արել, պետք է ուշադիր լինենք, որ այդ միջուկը չբացվի, կարտոֆիլը դուրս գա ձեթի, լցվի ձեթի մեջ, վառվի, ապլա, և նորից արագ, լավ կլիներ, որ մերին է տանը լիներ, ինքն է ուտեր, բայց դե աշխատանքի է, նենց էլ լավ գալիս է իրար վրա այս խմորը, կպնում ու ինքը չի բացվում, չբացվող խմոր է, հա, սա շուրտա, մի քիչ կամաց անեմ, չվառվի, հանգիստ տեպվի, և ինչ եմ ասում եմ համեցեք, եկեք պերաշկի ուտելուն, անցած տարի որ թխում էի մերի, անցած տարի էր, հա, թխեցի մերին տաններ, տակ վերցնում ուտում էր, այլ այսպես, դա թող հանգիստ լինի, անպայման բուսայուղ արեք, վերցրեք, որ խմորը չպոկվի։ Կպակ։ Սահանը
Սա ասեմ, որ միջուկը դուք կարող եք ընտրել մսով եք սիրում, մսով պատրաստեք, դե կարտոֆիլով է վատ չի լինում։ Մեծ պերաշկիներ։ Եվ չմոռանաք, լայքեք սիրելի հետևորդներ, ես խառն եմ իմ գործերով, բայց դուք դիտում եք, նայում եք, հավանում եք, լայքում եք ապա, դուք լայքում եք, ես էլ ուրեմն վայքում եմ, տակ պերաշկիներ, երեխեք դուք չեք ուզում տակ ուտեք, պերաշկիներ, Աշոտ, տակ պերաշկիները վերջացավ, արեք, մնաց 2 հատ որ թխեմ, փոքր է արե, այս անգամ մեծ եմ անում, ինչ 2 հատ ուտեն, թող մի հատ ուտեն կշտանան, ես էլ որ շուտ վերջացնեմ, կարմիր հավեսին պերաշկիներ, տեսեք այստեղ մի փոքր բուսայուղ, և վերցնում եմ, այստեղ բերեմ, ձեռքերս անպայման նորից բուսայուղ եմ անում, վերցնում եմ մի փոքր խմոր, տեսեք, այսպես եզրերից ենք բացում, այս մասը մի քիչ մեջտեղը հաստ ենք թողում, ուրեմն վերցնում եմ կարտոֆիլը, միջուկը, ահա տեղը տեղին, որովհետև շատ կա, բայց դե չափի մեջ էլի, այնպես չի, որ շատ կա, պետք է չարաշայինք, այսպես բերում եմ, նայեք ինչքան է գալիս խմորը, ընտիր խմորը, եզրերից ու այս կողմից էլ այսպես փակում եմ իրա վրա, ինչ կանեք չեք անի, միայն բուսայուղով և վերցնում եմ, օպլա, ահա, գնաց թխվելու, շուտ տանք, չեմ ուզում բուսայուղ ավելացնեմ, որովհետև վերջի 2 հատիկն է մնացել, Էդ էլ պատրաստեմ ու վերջ, կռիվը պրծավ, տենց կարելի ասել, ինչու եմ ասում կռիվը պրծավ, դե ես էլ խոհանոցային մենամարտ է, պայքարում ենք, որ լավ լինի, գործերես ընտիր, հնապենում ես էլի, տակ պերաշկիներ, կարմրաթուր պերաշկիներ, մամա թխում է, հե, ինչ, մոքրի մորալ է, մամային եկար օգնես, և վերջի պերաշկին, ահա, էտել ու վերջ, ահա, և վերջ, ինչ է, տեսնում եք չէ, որ վերջացրեցի, ես էլ մի անգամից դատարկեմ այստեղ,
որ վերջացնեմ աման չաման լվանամ չվառվեն չեն վառվի և անջատեցի կորմիր տեղը տեղին վատ չի տոք է մի քիչ է ուզում եմ այդ կտրելու պահ մի հատ տեսնեք նայեք ինչ լավ է ֆել ամեջը բայց քան է համեղ կլինի Դե շատ համով է Գիտես մեր մաման ինչ էր ասում, ասում էր հենց չկերակ լցնելու եմ գլխներիդ։ Բա։ Լուրջ եմ ասում, չենք կարա խնդանք, հենց խնդանք մեզ տպելու էր։ Խեղդում ենք։ Հա, սիրելի հետևորդներ, այսօր էլ ես ներկայացա այս համեղ պերաշկիների Բաղադրատ Տոմսովը։ Մի հատ էլ տամ Աշոտ։ Ոչ։ Լավ, դու գիտեք։ Եվ բոլորիդ ասում եմ բարի գիշեր, լավ եղեք, առողջ եղեք եւ չմոռանաք լայքերի մասին։